Երևանն ու Մոսկվան կբանակցեն հայկական երկաթուղու Ադրբեջանին եւ Թուրքիային կապող երկու հատվածների վերականգնման հարցով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ կգնահատվեն երկաթուղային երկու հատվածների վերականգնման տեխնիկական եւ ֆինանսական պայմանները։ Հետագայում այդ հատվածները Ադրբեջանի եւ Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար։ Որոշվել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը։ Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը համապատասխանաբար 1.5 եւ 12.5 կիլոմետր է։ Օվերչուկի խոսքով երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ եւ Իրանի հետ հաղորդակցությամբ դեպի Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ից 21 թվականներին ձեռք բերած պայմանավորվածությունների։ Օվերչուկի նպատակը վերականգնելով երկաթգիծը կարողանա Հայաստանի ճանապարհային կամ երկաթգծերի վրա ազդեցությունը պահպանել։ Կոմունիկացիայում ինչ որ ազդեցություն ունի, բայց իրեն չի հաջողվում, որտեղ թրիփի իմաստն է, որ Ռուսաստանը ստա որովհետեւ դերակատարություն չունենա։ Փորձագետները հիշեցնում են, տարածաշրջանում ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով նախագծեր իրականացնելը քաղաքական եւ ոչ թե բիզնես նպատակ է հետապնդում։ Ճիշտն ասած, մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել են եւ Թուրքիայի նախագահային եւ Ադրբեջանի նախագահի հետ ոչ այդքան մանրամասն Հայաստանով անցնում է երկաթուղի։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել։ Վարչապետի առաջարկություններին հետաքրքիր են Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Սա բիզնես պրոյեկտ չի, որպեսզի այստեղ ինչ որ Նախիջևանով գնա, միանա Թուրքիան ինքը կառուցում է երկաթգիծ։ Կարծից Նախիջևան գնացող իր տարածքով, որպեսզի տարածքով գնա մտնի Նախիջևան, Նախիջևանից շարունակվի ամբողջ Նախիջևանով գնա եւ թրիփով միանա Ադրբեջան։ Քաղաքագետ վերլուծաբանների մի թևն էլ համարում է, որ Ռուսաստանը ընդգրկվելու է Հարավային Կովկասում իրականացվելիք ճանապարհային նախագծերում, այդ թվում եւ Թրիփում։ Ավելին ասեմ, գործող իշխանությունը ամենայն հավանականությամբ այդ արդեն դիվանացել։ Ամերիկացիները այսպես բացարձակապես այլ խնդիրներ են հետապնդում։ Թրիփի խնդիրը կապված է Չինաստանին զսպելու աշխարհակաղակական ամերիկյան ծրագրի հետ։ Եվ ուրիշ որևէ բան չկա։ Ենթադրում եմ, որ ռուսները կներգրավեն։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ կգնանք այդ ճանապարհով, եթե ինչ որ հարցեր խանգարեն, այդ դեպքում եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը։ Տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման ամբողջ պատմության մեջ ըստ փորձագետների կարևոր եւ կենտրոնական դերակատարում ունի նաեւ Իրանը։ Փորձագետները հնարավոր են համարում, որ ամերիկացիները շատ կարճ ժամանակում խնդիր են դրել լուծել Իրանի խնդիրը։ Դա կարվի ռազմական ճանապարհով թե համաձայնության հստակ չէ, սակայն ըստ վերլուծաբանների Իրանում լինելու են փոփոխություններ, այդ թվում իշխանական կառուցվածքում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։